Սիբեխի օգտակար հատկությունները։ Սիբեխին այլ կերպ անվանում են սվեղ կամ ղազի տոտիկ։ Սիբեխը բավականին տարածված է Հայաստանում, սիբեխ սովորական և սիբեխանման։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, իսկ երկրորդը սիբեխանմանը հանդիպում է միայն Արարատ քաղաքի շրջակայքում և Մեծամոր գետի ափերին։ Կիրառությունը՝ մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ, թարմ և թթու դրած վիճակում։ Սիբեխը ծաղկում է հունիսից օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսից սեպտեմբեր ամիսներին։ Պտուղները հաճախ քիմիոնի պտուղների փոխարեն օգտագործում են հացաթխման մեջ։ Բույսի բոլոր մասերը սուր, համ ունեն։ Գարնանը մեզ մոտ դեռևս չկանաչած տերևների վարդակը հավաքում են և օգտագործում ուտեստների մեջ, որպես համեմունք և մարինացված ու եփած բանջարեղենային ճաշատեսակ, մինչդեռ հարավային շրջաններում օգտագործում են որպես ուղտերի և եղջերավոր անասունների կեր։ Ժողովրդական բժշկության մեջ սիբեխի մանրացրած տերևները դնում են վերքերի վրա արագ լավացման նպատակով։ Սիբեխի ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր խոտը թրմում են 500 մլ եռացրած ջրում։ Ընդունում են 1 ճաշի գդալ օրը 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ։ Այն պետք է օգտագործել ստամոքսի ցավերի, ստամոքսահյութի, ցածր թթվայնության դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ։